Կարապետյան ԲՀԿ-ից հայտնել էին մոտ 10,000 աշխատանք կորցրած աշխատակիցների մասին եւ Արարատ ցեմենտի աշխատակիցները այսօր փողոց էին դուրս եկել։ Դրան զուգահեռ վարչապետը զբաղնացել էր աշխատանքը կորցնելով, հետևանքներ չունենալ նշացել է ձեր այդ քայլերը։ Ու քանի որ աչքի առաջ ունենք փեցի է լինողը, ինչ է կարծում, ինչ կտանի այդ գործողությունը, ամենակարևորը հանդիպումը ինչպես է հանդիպում։ Իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսություն Հայաստանում, այդ երկու կոպեկները, դուք այսօր լսեցիք, ես մի պահ լսել եմ, 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ, պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում, այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այդ ընտրանքային շուկաներ են ասում, ըստ իրենց դա այդ ընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կախվածություն չունենան։ Չի ստացվում է։ Եթե այլ ընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչքան են, մի 200 դրամ ստանալու համար վարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն, բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելուն ու արդեն ուսումնասիրեք ինչքան ձեռնարկություններ արդեն փակվել։ Դա տեղեկություն է, թե ենթադրություն։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կերպ են վարվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Պաշտոնյան ասում պետականացվելու է, այսինքն ըստ այդմ էլ ղեկավար կազմը փոխվելու աշխատատեղերը մնալու են։ Դե պետականացրել են, Հրազդան ցեմենտը պետականացրել են։ Բախի չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի, ով էր խանգարում իրենց։ Աշխատացնեն Հրազդան ցեմենտը։ Պարոն Կարապետյան, ինքնաբացակի մասում իվարկյան էլի, ես ինքնաբացակի։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում էր 2021-ի ընտրություններից հետո ընդդիմությունը խոստանում էր իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը ընդդիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Արդեն հավաքական։ Պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսակ ինչպես տարան։ Տեսանք ինչ արեցին։ Համաշխարհային խայտառակություններ դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով։ Այսինքն ինչ արեց։ Ամբողջ աշխարհ եք սպասում, որ ինչ լինի։ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական, մտավախություն ունեք, որ արդեն կանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Եվ պարոն Կարապետյան, գիտեք, այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանից տանը, ասում են, որ Նարեկ ջան, դուք եք չէ գնահատում ոչ ժողովրդավար դա։
Ոչ ժողովրդավար։ Եվ ասում են, որ դա ազդակ էր ուղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսիջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Դրանով մենք չենք դե չգիտեմ մարդա կմտածի էլի Ծառուկյանին ինչ մտածեց Պարոն Կարապետյան վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել ավելի բաղվել նախագահի հետ էր այդ մասին խոսել որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար ինչ է կարծում ինչու է հենց այս թվում այսպիսի նախաձեռնություն այսպիսի խումբ ստեղծում ինքը հայտարարել էր ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհի առաջին ինձ ման Նարեկին է ուղարկել Պարոն Կարապետյան շատ բարդ հարցեր է տալիս Պարոն Կարապետյան մեզ արդյունք գոնե ինքնաբացարկների մասով 106 անձ ինքնաբացարկ ներկայացած ճիշտ է նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն, այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդան մտնելով իշխանության, դրա համար են նրանք հեռացել Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Իսկ են մինչև 30 համարում Ստացեք։ Իսկ հիմնական падգամավորների ցանկից ինքնաբացարկ կլինի, որ արդեն խորհրդարան են անցել 30 հոգուց օրինակ։ Սպասվում է ինքնաբացարկի դիմում։ Ոչ։